Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը վրդովմունք է հայտնում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների նկատմամբ հակաօրինական եւ հակասահմանադրական գործողությունների շուրջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ անվանի բարերար եւ հայկական սպորտի զարգացման գործում իր պատմական ներդրումն ունեցող հայրենասեր գործիչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը խայտառակություն էր վարչապետի աթոռը կեղծիքներով եւ անօրինականություններով գրաված Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը չլռել ու պահանջել, որ Ծառուկյանն ազատվի կալանքից։ Հայ ազգը պետք է միանա այս կոչին եւ արդարադատությանը հանձնի մեր երկիրը կործանման տանող եւ այս ընտրությունները խեղաթյուրող Փաշինյանին, նշված է հայտարարությունում։ Պլանետա հիմնադրամի նախագահ Իբրահիմ Մերսագովը իր աջակցությունն է հայտնել վաղեմի ընկերոջը։ Հարգելի Գագիկ Կոլյայի, դուք արժանի չեք այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում ձեզ հետ։ Ձեզ ճանաչում են որպես բարերարի, որպես մարզիկի, որպես մի մարդու, որը միշտ սատարել է սպորտսմեններին, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց։ Դուք Հայաստանի իսկական որդի եք, ձեր ժողովրդի հարազատ զավակը։ Ուզում եմ ձեր խնդիրները շուտապույտ կարգավորվեն։ Պլանետա հիմնադրամը ձեզ հետ է։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս օրերին իրականացվող իրավական տերորին է անդրադարձել վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը։ Հերթական քաղաքական հաշվեհարդարն է այս անգամ գործարար բարերար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Հայ ժողովուրդը 8 տարի է մահ ու աղետ է տեսնում։ Այս չարի իշխանությունը ձայնագողությամբ իրեն կրկին հռչակեց իշխանություն, որքան կարելի է տեսնել մեր ժողովրդի լավագույն զավակների նկատմամբ չարագործությունները։ Տեղին է այսօր հիշել մեծը Նժդեհի խոսքը. «Թուրքի միակ զենքը հայ դավաճանն է»։ Իրավունքի հետ զրույցում ասել է երգչուհին։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։